Ինչու է Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանը առանձնահատուկ, իսկ ասենք Շուշիում Նելսոն Ստեփանյանի կամ Ստեփանակերտում Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը ոչ այնքան կարևոր։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, այսօր Մոսկվայի կողմից արժեքավոր կամ ոչ արժեքավոր հռչակված պատմական արժեքների մասին ենք խոսելու։ Եթե ուզում եք այս ու բազմաթիվ նման թեմաներ բաց չթողնել, միացեք իմ YouTube-յան ալիքին։ Իսկ այս նախաձեռնությանը աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Մինչ Ռուսաստանը շարունակում է վրդովել ու պաշտոնական բողոքներ ուղարկել Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրից պոկված տարրերի պատճառով, Արցախում հերթական հուշարձանն է հողին հավասարվել։ Այսօր միասնական պատմական հիշողության մեծ հայրենականի հուշարձանների հանդեպ Մոսկվայի ընտրովի հոգատարության մասին ենք խոսելու, ու խոսքը միայն պատմական հիշողությունների մասին չէ։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աստղաշեն գյուղում ոչնչացվել են ևս երկու հուշարձաններ՝ Արցախյան ազատամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողը և 1970-ականներին կառուցված հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հուշարձանը։ Փաստը արձանագրվել է արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ։ Եվ այստեղ դժվար է չտալ մի պարզ հարց. Մոսկվայում այս ամենը տեսնում են, թե ոչ։ Եթե չեն տեսնում, դա տարօրինակ է, հատկապես եթե հաշվի առնենք, թե օրեր առաջ ինչպես էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը, այսպես ասենք, կրծքով պաշտպանում Գյումրիում գտնվող Մայր Հայաստան հուշարձանը։ Բայց ավելի լավ է մի փոքր հետ գնանք ու վերհիշենք Գյումրիում ինչ է կատարվել։ Հունիսի, եթե չեմ սխալվում, 10-ին Գյումրիում ինչ-որ մեկը Մայր Հայաստան հուշարձանից պոկում է մի քանի մետաղական տառ և ամբողջ ռուսական դեսպանատունը ոտքի է կանգնում, հնչում են բարձրագործ հայտարարություններ պատմական հիշողության, մեծ հաղթանակի, ընդհանուր արժեքների և նացիզմի դեմ պայքարի մասին։ Մենք գրեթե ամենօրյա պարբերականությամբ ցավոք սրտի հայրենական պատերազմի հուշարձանների ոչնչացման դեպքեր ենք արձանագրում, բայց ոչ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը, ոչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, ոչ առավել ևս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույն արագությամբ եւ նույն բովանդակությամբ չեն արձագանքում ներեցող իրադարձություններին, որը համակարգված բնույթ է կրում ընդ որում եւ պետական քաղաքականություն է սա Ադրբեջանի կողմից։ Եվ ավելին ոչ միայն բռնազավթված Արցախի տարածքում, այլ նաև բուն Ադրբեջանի տարածքում բազմաթիվ քաղաքներում նմանատիպ փաստեր արձանագրվում են, դրան եւս պաշտոնական Մոսկվան որևէ արձագանք չի տալիս, եւ մենք նախաձեռնեցինք նման նախաձեռնություն պաշտոնական գրություններ ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կապիտկինին։ Անշուշտ այդ տառերը պոկելը վանդալիզմի դրսևորում էր, անշուշտ դա դատապարտելի է եւ այսպես շարունակ, բայց ինչ կապ ունի դրա հետ Ռուսաստանը։ Իհարկե, ծանոթ եմ տարածված վարկածին, որ դեռ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, մեծ հայրենականի հետ կապված հիշողությունների պահպանման մասով առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Սա միանգամայն բնական կհնչեր, եթե ապրեինք, ասենք, Մոսկվայի արվարձաններից մեկում ու մեր աչքերով չտեսնեինք այդ նույն հուշարձանների նկատմամբ Ռուսաստանի հոգատարության, այսպես ասենք, դրսևորումները Արցախում։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված հատվածում Ադրբեջանը բառի զբուն իմաստով ջնջում էր հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ, խորհրդային հերոսների կիսանդրիներ, զինվորական հուշահամալիրներ եւ այդ նույն ընդհանուր պատմական հիշողության գլխավոր պաշտպանները հանկարծ անսովոր լռակյաց էին դարձել։ Ոչ միայն հուշահամալիրներ էին ոչնչացնում տարբեր ճյուղերում, այլ նաև հուշարձաններ։ Մարշալ Բաղրամյանի հուշարձանը Ստեփանակերտում ոչնչացվեց, Ադմիրալ Իսակովի արձանը ոչնչացվեց, Արմինակ Խամփերյանցի կիսանդրին ոչնչացվեց, Մեծ Թաղեր գյուղում թանգարանի տարածքում եւ կիսանդրին եւ MiG ինքնաթիռը ավիացիայի մարշալի ոչնչացվեց,
տասնյակ բնակավայրերում գտնվող հուշահամալիրներ ոչնչացվեցին։ Որպեսզի փաստական հենք ունենանք, մի քանի նման դեպքերի մասին խոսենք։ Ազոխում նման փաստ արձանագրվեց, Քարինտակ գյուղում Շուշիի շրջանի նման փաստ արձանագրվեց, Ասկերանի հուշահամալիրը ոչնչացվեց, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նման փաստ արձանագրեցին, Ասկերանի շրջանի Խնածաղ գյուղում նման դեպք արձանագրվեցին, Հաթերքը գյուղում նման փաստեր արձանագրվեցին, Խնուշինակ գյուղում նման փաստեր արձանագրվեցին։ Ընդ որում հուշարձանների մի մասը, ըստ էության զգալի մասը ոչնչացվեց անթաքույց, ես կասեի նույնիսկ ցուցադրաբար, երբ դեռ Արցախում էին ռուս խաղաղապահները, իսկ Ակնաղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի անօդաչուներն էլ գիշեր, ցերեկ վերահսկում էին տարածքում ամեն մի սանտիմետրը առանց չափազանցության։ Կարող ենք վստահ լինել, որ այդ ժամանակ Արցախում նրանց ամենատես աչքից թաքուն ոչինչ չկար, այսինքն ավերման վերաբերյալ տեղեկությունները կային, չկար միջամտելու կամ գոնե դատապարտելու հրահանգ, գուցե թույլտվություն։ Հիմնական մասը ոչնչացման փաստերի արձանագրվել է այն դեպքում, երբ որ խաղաղապահները Արցախի տարածքում էին։ Խամփերյանցին Նելսոն Ստեփանյանին, ընդ որում Նելսոն Ստեփանյանի կիսանդրին երկու անգամ է վանդալիզմի ենթարկվել, մեկը դեռ 90-ականներին մինչև Բերդաքաղաքի ազատագրումը, մեկը արդեն 20 թվականի Բերդաքաղաքի բռնազավթումից հետո։ Նույն կերպ եղել է նաև Շուշիի համալիրի հետ կապված, որտեղ հայերենական պատերազմի հուշարձան եւս կա, դա եւս ոչնչացվել է խաղաղապահների ներկայությամբ։ Ստացվում է բավական տարօրինակ պատկեր, Գյումրիում վնասված մի քանի տառը դառնում են միջազգային մտահոգության թեմա, իսկ Արցախում ամբողջությամբ քանդված տասնյակ հուշարձաններն ու հուշահամալիրները վերածվում են անտեսանելի օբյեկտների։ Պարզվում է մեծ հայրենականի զինվորի հիշատակը տարբեր արժեք ունի, կախված նրանից, թե քարտեզի որ հատվածում է կանգնած այդ հուշարձանը։ Եթե հուշարձանը Հայաստանի տարածքում է, ապա այն, այսպես ասենք, մեր ընդհանուր հաղթանակի խորհրդանիշն է եւ այն պետք է պահպանել աչքի լույսի պես, իսկ եթե նույն կարգավիճակն ունեցող հուշարձանը գտնվում է օկուպացված Արցախում, ապա այն կարծես ավտոմատ կերպով դուրս է մնում այդ հիշողության աշխարհագրությունից։ Սա արդեն պատմական հիշողություն չէ, այլ այդ հիշողության ակնհայտ շահագործում որպես քաղաքական գործիչ, եւ որքան ավելանում են Արցախում Ադրբեջանի կողմից քանդվող հուշարձանները, այնքան ավելի բարձր է հնչում հարցը, որից Մոսկվան կարծես փորձում է ամեն կերպ խուսափել։ Ինչու է մեկ պոկված տառը արժանանում դեսպանատան բողոքին, իսկ տասնյակ ոչնչացված հուշահամալիրները գերեզմանային լռությանը։ За нами как бы дело не встанет. Я могу и сейчас сказать, потому что мы неоднократно, в том числе и в ответах на ваши вопросы, поднимали тему недопустимости войны с памятниками. Кому как не нам знать, что такое, когда памятники, связанные с твоей культурой, с общей культурой, с общими периодами истории, уничтожают безосновательно. И мы не меняем свои подходы, и у нас нет двойных стандартов в этом смысле. У нас стандарт един. Это нельзя делать, где бы это ни происходило. И всегда даже есть разные нюансы, экономические, логистические, политические. Всегда можно договариваться и находить точки соприкосновения. Я напомню, трехсторонние договоренности на высшем уровне, которые были заключены с 20 по 22 год между Россией, Арменией и Азербайджаном, предусматривали в том числе и гуманитарный трек примирения. Он включает в себя темы возврата и обмена всех удерживаемых лиц, бережного отношения именно к памятникам архитектуры, мемориальным комплексам, обмена информацией по линии профильных структур, общественных организаций по поиску без вести пропавших стран. Как
представляется запрос общественности как в Азербайджане, так и в Армении на решение такого рода вопросов актуален и сегодня, и ваш вопрос это подтверждает. Երևանի արձագանքին էլ կարող ենք անդրադառնալ, այդ առումով վերջին մի քանի տարվա ընթացքում ըստ էության շատ բան չի փոխվել, բայց ամեն դեպքում մեկ անգամ էլ լսենք։ Հարցը հետևյալի մասին է. մենք կոնֆլիկտը եւ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մնացած հարցերին, եթե off the record խոսակցություն կլինի, ես պատրաստ եմ ձեզ լրացուցիչ տեղեկություններ տալ այդ ամեն ինչի մասին։ Ձեզ եւ մնացած բոլորին, չնայած ես կարծում եմ, որ դուք գիտեք այդ տեղեկատվությունը եւ ձև եք անում, թե չգիտեք։ Բայց վերադառնանք Մոսկվային, պարզվում է նրանից պատասխան պահանջելու հայ լրագրողի փորձերը հիմնազուրկ չեն։ Մոսկվան իր իսկ օրենսդրական դաշտի պարտադրանքով պարտավորություն ունի հայրենական պատերազմին նվիրված հուշարձանների պահպանության հարցում, անկամ եթե այն իր բուն տարածքից դուրս է։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը մի շարք օրենքներ կան, որտեղ որ հայրենական պատերազմի եւ ընդհանրապես հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի իրավական պաշտպանման մեխանիզմներ են դրված եւ դրանից առանցքայինը քրեական օրենսգրքի 243-4 հոդվածն է, որը 2020 թվականի հունիս-հուլիսին փոփոխության է ենթարկվել եւ ավելացվել է մեկ թույլ, այսինքն վերախմբագրվել է, նշելով, որ քրեական հանցագործություն է համարվում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գտնվող այդ հուշարձանների, հուշահամալիրների եւ ընդհանրապես հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանների եւ հուշահամալիրների նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում կլինի դա ամբողջական ոչնչացում, մասնակի ոչնչացում, թե անգամ որոշ գրություններ կատարելով այդ հուշարձանների նկատմամբ։ Այս ամենը որակվում է որպես քրեական հանցագործություն։ Այս ամենի հաշվարկով միանգամայն ընկալելի է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ակտիվ բողոքը Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի հետ կապված իրադարձությունների շրջանակում անհասկանալին չխախտվող, ես կասեի անգամ աջակցող լռությունն է Արցախում ավերվող հուշարձանների ֆոնին։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը ոչ մի անգամ Բաքվի ներկայացուցիչներին բողոք չի հղել, որ ոչ թե տառ է պոկվել, այլ տասնյակ հուշարձաններ են ավերվել հիմնովին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախում ու հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, առաջիկայում էլ դժվար թե բողոքի որևէ նոտա տեսնենք ուղղված պաշտոնական Բաքվին։ Այսքանից հետո մտածելու թեմա ունեն այսօր հանուն Ռուսաստանի Ուկրաինայում կռվող ոչ ռուսները։ Արդյոք վաղն էլ իրենք չեն արժանանալու Արցախում մոռացվող հուշարձանների ճակատագրին։ Ու որ կիսատ թեմա չթողնենք, Հայաստանի ոստիկանությունը Գյումրիում հուշարձանը վնասած անձին բավական արագ հայտնաբերեց ու բերման ենթարկեց։ Ենթադրում եմ առաջիկայում նաև կլսենք, որ նա պատասխանատվության է ենթարկվել եւ ինչ որ պատիժ կրում է։ Արդյոք երբևէ նման կադրեր կտեսնենք, ասենք Բաքվից, երբ բերման ենթարկեն Արցախում հայրենական պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձաններն ավերողներին։ Դժվար է հավատալը, ոչ Մոսկվան կպահանջի, ոչ էլ Բաքուն կհամաձայնի։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։